Մեկ բանուկների Ամռան առաջին օրը հունիսի 1-ին աշխարհի շատ երկրներում նշվում է երեխաների միջազգային օրը։ Առաջին անգամ հունիսի 1-ը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950 թվականին։ Հայաստանը երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992 թվականին, որից հետո 1996 թվականին ընդունվել է երեխայի իրավունքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքը։ Այդ օրը հանրապետության տարբեր մարզերում, ինչպես նաև մայրաքաղաքում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում։ Էջմիածնի քաղաքապետարանի նախաձեռնությամբ քաղաքում տոնական բազմաթիվ միջոցառումներ էին կազմակերպվել։ Տարբեր ժանրային համերգայինքը։ Համերգը շարունակվելու է մինչև ուշ գիշեր։ Էջմիածնի քաղաքապետարանն էլ իր շնորհակալությունը, այսպես ասած, շնորհակալագրերով է հայտնել։ Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հունիս 1-յան շնորհավորանքից հետո սկսվեցին հիմնական միջոցառումները։ Բազմաթիվ անակնկալներով հագեցած միջոցառման ժամանակ եղան նաև պարգևներ, շնորհակալագրեր եւ պատվոգրեր Էջմիածնի քաղաքապետարանի կողմից։ Գեղարվեստի դպրոցի սաները իրենց ուժերը փորձեցին նկարչության ոլորտում, որտեղ եղան պարգևատրումներ առաջին, երկրորդ եւ երրորդ հորիզոնականներով։ Երեխաների նկարներում հիմնականում Հայաստանի խորհրդանիշներն էին։ Նրանց բոլորի ցանկությունը մեկն էր, որպեսզի աշխարհում լինի խաղաղություն, երեխաներն ունենան անհոգ մանկություն։ Ես նկարում եմ խաղաղություն մեր աշխարհին։ Այսօր նկարում երեխաների պաշտպանության տոնի առթիվ իմ պատկերացումներին համապատասխան նկար։ Փորձել եմ նկարել այնպես, որ լինի երեխաների հետ համահունչ, ավելի բաց եւ վառ գույներով։ Ես նկարում եմ արև, ամպ, խաղաղություն, աղավնիներ, մեր դրոշը։ Միջոցառմանը գեղեցիկ բեմադրական ներկայացումներով հանդես եկան գրադարանները, որի ակտիվ ընթերցողները փոքրիկ եւ մեծ հանդիսատեսների համար խաղացին տարբեր թատերական ներկայացումներ։ Հիմնականում եղել է բեմական ներկայացումներից մենք սկսել ենք թումանյանական հեքիաթներից, այնուհետև պարային բազմաթիվ Էջմիածնի հիմնական համույթներից բոլորը մասնակցել են գրեթե, ինչպես նաև երգիչ, երգչուհիներ, մրցույթներ, ինչպես տեսնում եք, եւ միանշանակ եղել են ինչպես ավանդական ամեն տարի ոնց որ եղել է ավանդույթը մենք չենք խախտել եւ այս անգամ էլ մոլբերտների եւ կարճանկարչություն է եղել։ Օրը հագեցած էր գեղեցիկ միջոցառումներով եւ քաղաքը լցված էր մանկական ծիծաղով ու խաղերով։ Դասագրքերը կյանքում ինձ շատ բաներ են սովորացրել։ Ես շատ եմ սիրում իմ դասագրքերը, միշտ նրանքից գիտելիքներ են տվել։ Մի քանի ժամով քաղաքը զարդարվել էր գունավոր փուչիկներով, գետնին նկարած հետաքրքիր պատկերներով, մանկական խինդ ու ծիծաղով։ Բոլորի շուրթերից լսվում էին շնորհավորանքի խոսքեր։ Շնորհավորում ենք բոլոր երեխաներին իրենց տոնի կապակցությամբ, ցանկանում ենք առողջություն, անամ կապույտ երկինք։ Սրտան շնորհավորում ենք բոլոր երեխաների տոնը, ցանկանում ենք անհոգ մանկություն։ Շատ շնորհակալություն ենք հայտնում իսկականից մեր Էջմիածնու քաղաքապետարանին առաջի հերթին։ Շատ շնորհակալություն, որ սենց բաներ են կազմակերպում եւ բոլոր տատիկներս ուրախանում են մեր թորնիկներով։ Շատ լավն էր, արժեր մեր քաղաքին համապատասխան էր։ Մի խոսքով բոլոր երեխաները ուրախացան։ Երեխաները ուրախանում են, շնորհակալ են քաղաքապետից, որ այսպիսի առիթներ է կազմակերպում, շատ շնորհակալություն։ Միջոցառման վերջում երեխաները մեծ էկրանով դիտեցին տարբեր մուլտֆիլմեր եւ ականատես եղան գեղեցիկ գրավառության։